Շապետ հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացված անձահաստատող փաստաթղթի մասին օրենսդրական նախաձեռնություն եւ հարակից օրենքների նախագծերը, փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է եւ դա ունենալն է համակարգված տարբերակով, այսինքն մեկ միասնական օրենքում զետեղված են լինելու բոլոր իրավակարգավորումները, որը թույլ կտա լիազոր մարմին համապարփակ կերպով անդրադառնալու բոլոր հարցերին։ Նախագծերով ըստ էության առաջարկում ենք հետեւյալը 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր եւ նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ անձնագիր, կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց դեպքում անձահաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը որպես այդպիսին։ Պիտի փաստեմ, որ որպես նաեւ նախորդ հարցի շարունակականություն ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին եւ կարեւոր եմ համարում այն, որ այս փաստաթղթերն ըստ էության մեզ թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ Հայաստանի Հանրապետությունում եւ խրախուսել ծառայություններից օգտվել հենց թվային հարթակների միջոցով։ Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձահաստատող փաստաթուղթ որպես նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր։ Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը եւս դարձնում են կենսաչափական, այսինքն կենսաչափական տվյալներ ենք ներդնում, այս պայծրությամբ թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց ֆիզիկական հնարավորություն այդպիսի տվյալներ հավաքագրելու չունենք։ Երրորդ ուղղությունն ըստ էության վերաբերում է պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելն օրենսդրական դաշտում շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ process չի իրականացնում, այսինքն գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է գտնվում, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են ըստ էության նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում։ Այլ փոփոխություններ եւս նախատեսել ենք, որոնք վերացնում են այն բոլոր դեֆորմացիաները, որոնք անձահաստատող փաստաթղթի մասով մենք տարիներ շարունակ ունեցել ենք մեր երկրում, այդ թվում անձնագիրը վերցնելու եւ մնացյալ բաղադրիչների մասով, եւ ես ուզում եմ փաստել, որ սա ըստ էության նեղ համատեքստն է կենսաչափական համակարգի, այսինքն օրենսդրություն, որով նախատեսում ենք այս բոլոր ընթացակարգերը, ընդ որում անդրադարձել ենք նաեւ պետական տուրքերի հետ կապված հարցերին, որը բնականաբար նոր որակի փաստաթղթին համապատասխան է, ավելի լայն համատեքստում սա ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական նոր համակարգի ներդնում իր բոլոր ենթակառուցվածքներով բարձր ստանդարտներին համապատասխան, ընդ որում ընդհանուր այնպիսի ենթակառուցվածքին համապատասխան, որը Եվրոպական միությունը նախատեսում է ընդունել 2027 թվականին։ Պիտի փաստեմ, որ լայն համատեքստում է նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում այս գործողությունը, որովհետև ՀՀԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենակարևոր բաղադրիչը թերևս անձահաստատող փաստաթղթերին է վերաբերում կենսաչափական համակարգի ներդրմանը եւ կարելի ասել մենք քայլ առաջ ենք նույնիսկ առաջընթացի զեկույցից, որովհետև մայիսին գնահատվելու ընդամենը օրենսդրական կտորը, իսկ մենք արդեն 2026 թվականի աշնանը պատրաստ ենք լինելու ամբողջ ենթակառուցվածքի ներդրման։ Եվ քանի որ հպանցիկ անդրադարձա, ուզում եմ նաև վերադառնալ թվայնացման հարցին, պարոն վարչապետ, որովհետև մենք անընդհատ անձի ինքնության հավաստման տեսանկյունից թվային հարթակներ են գործարկում։ Ես եմ հարթակը, մնացյալ հարթակները, բայց եթե մենք ունենանք կենսաչափական ճիշտ համակարգ, սա թույլ կտա ավելի մեծ դաշտ ունենալ թվայնացման համար եւ այն բոլոր ծառայությունները, որոնք այս պայծրությամբ տարբեր պատճառներից ելնելով հնարավորություն չունենք թվայնացման հարթակում ավելի պրոֆեսիոնալ մատուցելու, սա թույլ է տալու ավելի մեծ դաշտ ունենալ այս տեսանկյունից եւ գնալով ընդլայնել մեր քաղաքացիներին ավելի հարմարավետ ծառայությունների տրամադրումը։ Թերևս հակիրճ այսքանը, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ըստ էության այս օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են եւ կապ ունեն կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու հետ։ Ես ուզում եմ ասել, որ վերջին մի տարվա ընթացքում, թե ամիսներին, հիմա չեմ էլ հիշի, մենք կենսաչափական անձնագրի համակարգի վրա շատ ինտենսիվ ենք աշխատել, առանձնակի ինտենսիվությամբ։ Այդ թվում մենք հիմա ունենք որոշակի նաև կենսաչափական նոր անձնագրերի ձևավորում, որի վրա աշխատել ենք եւ ընդ որում նկատի ենք ունեցել, որ եւ առաջիկայում այդ ձևավորումը ըստ էության պատրաստ է եւ առաջիկայում մենք առիթ կունենանք հանրության ներկայացնելու
նոր տեսքը, պատկերները նոր կենսաչափական անձնագրի, ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Հաջորդը, որը ուզում եմ ելի ընդգծել, մենք ունենք այսպիսի ըմբռնում, որ այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում կսկսեն թողարկվել, մենք պետք է պլյուս մինուս մի քիչ կարճ ժամանակ մենք պետք է Զվարթնոց օդանավակայանում եւ սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում եւ արդեն առանց որևէ ասենք օրինակ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ինքը ուղղակի ելումուտ է անում Հայաստանի Հանրապետություն։ Հետագայում այս համակարգը մենք կարողանանք ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով համաձայնվենք բազաների որոշակի փոխանակումով, որպեսզի մեր անձնագրերը ճանաչեն նաև այլ երկրներում եւ սա կարծում եմ նույնպես շատ կարևոր փոփոխություն է եւ իմիջայլոց այս անձնագրերի ներդրումը էական դեր է ունենալու Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում, որովհետեւ անձնագրի որակը ինքը եւ բովանդակային որակը եւ բովանդակային պարունակությունը շատ էական է։ Ուզում եմ ասել, կենսաչափական անձնագրի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ նրա կեղծման հավանականությունները տասնյակ անգամներով, չեմ ուզում ասեմ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է, ինչը նշանակում է, որ երկրները կենսաչափական անձնագրեր կրողների պարագայում կարող են գրեթե վստահ լինել, որ գործ ունեն այն մարդու հետ, ով պատկերված է անձնագրի մեջ։ Եվ իհարկե կան նաև ընթացիկ հարցեր, Տիկին Սարգսյան, ես ճիշտ հասկացա, որ մեր կարգավորումներն այնպիսին են, որ անձը 16 տարեկանում պարտադիր պետք է ունենա կենսաչափական անձնագիր։ Բայց դեպքում նույնականացման քարտ եւ նույնականացման քարտ եւ նույնականացման քարտի արկայությունը մենք չենք կարող կցագրել կամ օրինակ զին կոմիսարիատներում հաշվառման հետ եւ դա փոխկապակցել, որպեսզի այլ հարակից ռիսկեր մեզ մոտ չունենանք, ինչի հետ կապված Պաշտպանության նախարարությունը ունի որոշակի մտահոգություններ։ Պարոն վարչապետ, մինչև հարցին անդրադառնալը թույլ տվեք մի քանի դիտարկումներ ներկայացնել, ավելի մանրամասն գնալով որոշակի որակական ասպեկտների։ Իրականում, երբ որ մենք ասում ենք, որ հավանականությունը գրեթե 0-ին մոտ է կեղծման, մենք նկատի ունենք, որ տպագրությունը երկու տարբեր փուլերով ենք իրականացնում, այսինքն բլանկի տպագրություն, որ իրականացնելու ենք նույնականացման քարտի դեպքում չեխական արտադրամասում, Չեխիայի կներեք արտադրամասում, անձնագրի դեպքում Նիդերլանդների արտադրամասում եւ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ենք բարձր ստանդարտային համապատասխան առանձին տպագրություն, որը որ բլանկի վրա դնելու է արդեն կենսաչափական պատկերները, տվյալները նկատի ունեմ եւ անձը հաստատող անձնական մնացյալ տվյալները, այսինքն երկու դեպքում էլ տպագրական այնպիսի ֆորմատ է աշխատում, որ հնարավորություն կարելի է ասել գրեթե չկա կեղծելու այս երկու հատվածները եւ նաեւ մենք տարբեր անվտանգային միջոցառումներ ենք նաև երաշխավորում այս առումով, հոլոգրամները նկատի ունենալով, OVI տպագրությունը նկատի ունենալով, չխորանալով տարբեր մասնագիտական դետալների մեջ, բայց այնպիսի նուրբ շերտեր ենք ավելացրել ամբողջ անվտանգային բազայի մեջ, որ գրեթե 0-ին մոտ կեղծման գաղափարը լրիվ համապատասխանում է իրականությանը, ընդ որում մենք հիմնական պոլիկարբոնատից բաղկացած է data page ասվածը, որտեղ որ մեր անձնական տվյալներն են հիմնականում լինելու, դա 6-աշերտ ըստ էության
փաստաթուղթ է, որտեղ որ տվյալները ներթափանցման եղանակով են, այսինքն տպագրվելու, այսինքն որ թե զուտ ցանկացած մեկը կարող է իր մոտ արկա տպիչով տպագրություն կազմակերպել, այլ շատ ավելի բարձր անվտանգային ստանդարտներ են պետք այս ամբողջ process-ը կազմակերպելու։ Այս բոլոր շերտերն են, որ մեզ տալիս են հավաստում, որ կեղծիքը գրեթե 0-ի է հավասարեցված, եւ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթներով մեր սահմանապահները եւս կարող են որպես երկրորդային շերտ ունենալ այս տվյալները, որպեսզի այդ մակարդակում եւս բացառենք որևէ կեղծիքը։ Իգեյթ համակարգերի մասով ես ուզում եմ թարմացում անել տվյալների առումով, այս պայդրությամբ աշխատում ենք մեր մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի պիլոտային տարբերակով Զվարթնոց օդանավակայանում կարողանանք ներդրմանը զուգահեռ փորձարկել Իգեյթ համակարգը։ Սա թույլ կտա նաեւ մեզ համար, ինքներս մեզ համար հավաստիանալ ինչպիսի խնդիրներ կան process-ում, եթե այդպիսի կան, ինչպես հաղթահարել, որպեսզի հետագայում ընդլայնման ճանապարհով գնալու պայմաններում նկատի ունեմ նաեւ ցամաքային անցման կետերը կարողանանք շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով գնալ առաջ եւ այո մեզ նաեւ երկկողմ ըստ էության միջազգային պայմանագրեր են պետք, որովհետեւ կենսաչափական տվյալները պիտի փոխանակենք գործընկերների հետ, որպեսզի մեր տվյալները իրենց մոտ ունենալու պայմաններում կարողանան ճանաչել մեր անձը հաստատող փաստաթղթերը։ Մեր պետության դեպքում կարգավորումն այնպիսին է, որ 16 տարին լրացած անձի համար ասում ենք նույնականացման քարտը պարտադիր է, որովհետև անպայման չէ, որ անձը դուրս գա երկրից, ներպետական գործառույթների համար է, դրա համար ենք նույնականացման քարտը ֆիքսում որպես պարտադիրություն։ Պաշտպանության նախարարության դեպքում խնդիրը մի փոքր փոխվում է այն տրամաբանությունից ելնելով, որ նույնականացման քարտերը մենք սկսել ենք նաև միջազգային ասպարեզում օգտագործել։ Վրաստանի հետ ունենք երկկողմ պայմանագիր, որը թույլ է տալիս նաև սահմանային անցման կետում եւս օգտագործել նույնականացման քարտերը, այսինքն անձնագրի փոխարեն դիտարկում ենք նույնականացման քարտը, դրա համար է, որ միանշանակ լուծում որպես այդպեսին չեն կարողանում գտնել, բայց գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որ լուծման կգանք, որպեսզի նաև բնի տիրույթում արկա խնդիրները կառավարելիություն ունենան այս տեսանկյունից։ Եվ պարոն վարչապետ, ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում այս նոր կենսաչափական փաստաթղթերի հետ համադրելու որևէ բան չունենք։ Այսինքն այն բոլոր փորձառությունները, որ մենք ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում կենսաչափական անձնագրերի տեսքով, դրանք որևէ ձևով չեն համադրվում այս նոր կենսաչափական համակարգի հետ, եւ ես ուզում եմ մեր քաղաքացիներին նաև վստահեցնել, որ սա որևէ ձևով չի հատվում ունեցած փորձառության հետ, սա նոր ստանդարտ է, ընդհանուր տեսքից մինչև անվտանգային այն բոլոր երաշխիքները, որոնք քաղաքացին անզեն աչքով միգուցե չկարողանա նաև դիտարկել եւ տեսնել։ Խնդրեմ, պարոն Տորոսյան։ Համաձայն։ Շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, երկու հարց ունեմ, որոնք նաև կապված են մեր եւ տարբեր այլ համակարգերի հետ։ Արդյոք այս նոր համակարգով մենք կարողանալու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը հատող բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից իրենք նաև այլ երկրի քաղաքացի են հանդիսանում, թե չէ, իդենտիֆիկացնել։ Սա ինչու համար է կարևոր, որովհետեւ մենք բազմաթիվ կարգավորումներ ունենք երկրում գտնվելու ցենզի հետ կապված եւ հաճախ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից նույնականացնելու, քանի որ նրանք երբեմն հատում են այլ երկրի անձնագրերով սահմանը, այսինքն արդյոք մենք կարող ենք վստահանալ կամ եթե այդպիսի հնարավորություն այս օրենքներում չկա, դա որպես առաջարկ դիտարկենք, որ ՀՀ քաղաքացին անպայման, եթե ունի ՀՀ քաղաքացիություն եւ քաղաքացու անձնագիր, ինչ որ մի կերպ ֆիքսվի, նույնիսկ եթե ինքը ճամփորդում է իր այլ երկրի անձնագրով, եւ դա բազմաթիվ մեծ վարչարարություն կնվազեցնի եւ նաեւ այդ թվում ֆինանսական մեծ բեռ կիջեցնի պետական համակարգի վրա։ Եվ երկրորդը դուք ասացիք, որ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում անձահաստատող փաստաթուղթը համարվելու է ծննդականը, ենթադրում եմ, որ չեն կարողանալու ստանալ այդ երեխաները նույնականացման քարտ, բայց կարողանալու են ստանալ կենսաչափական անձնագիր ճամփորդության համար։ Այստեղ էլ մի այլ հարց կա, մենք ունենք կարգավորումներ, այդ թվում հենց անցյալ տարի ընդունված, երբ որ օրինակ պետական կոնկրետ աջակցությունը կապում են քաղաքացիության փաստի հետ։ Եվ մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում մենք եկան այն համոզման, որ դա հնարավոր է անել միայն եթե կա անձնագիր, այսինքն ծննդականը ինքնին դեռ չի համարվում քաղաքացիության հավաստում մեր տեսանկյունից, ինքը պարզակա Հայաստանի քաղաքացի է, բայց մենք ստիպում ենք բազմաթիվ այդպիսի ընտանիքների անպայման նույնիսկ 1 տարեկան կամ նոր ծնված երեխայի համար հանել քաղաքացու էսպայի գործող անձնագիրը, ենթադրում եմ ապագայում էլ կենսաչափական անձնագիր։ Այստեղ ինչ որ լուծում կարող ենք տալ, որպեսզի ավել բեռ չդնենք այն քաղաքացիների համար, որոնք չեն ուզում ճամփորդեն, բայց պետք է ստանան օրինակ երեխայի միանվագ ծննդյան նպաստ։ Պարոն Թորոսյան, իրականում երկու հարցադրումներն էլ ամփոփվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի կոնցեպտի փոփոխության հետ։
Որովհետև եթե մենք ասենք, որ կենսաչափական համակարգի ներդրում իսպար բացառելու է երկքաղաքացիների կողմից տարբեր փաստաթղթերի օգտագործումը, այդպիսի պնդում անել չենք կարող։ Սա իհարկե կնպաստի, որ մեր բազաները հնարավորինս թույլ տան մեզ իդենտիֆիկացնելու անձանց, բայց ձեր բարձրացրած հարցը շատ լեգիտիմ է, բազմաթիվ խնդիրներով հարուստ, որը որ մենք անընդհատ դիտարկում ենք, եւ սա նաեւ քննարկել ենք վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական ինստիտուտի փոփոխությանը վերաբերող քննարկման շրջանակներում, անդրադառնալու ենք անպայմանորեն այդ հարցին, որովհետեւ մենք ունենում ենք խնդիրները, որ մուտք են գործում մեկ այլ երկրի քաղաքացիությանը հավաստող փաստաթղթով, դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթով եւ այստեղ որոշակի ճշգրտումների կարիք կա, բայց վստահաբար քաղաքացիական կոնցեպտի շրջանակներում կանդրադառնանք հարցին եւ այս տարի կփորձենք օրենսդրական փաթեթներով նաեւ այս հարցը եւս կարգավորել եւ երկրորդ կտորը մինչեւ 6 տարեկան երեխաների համար անձնագիր բնականաբար տալու ենք, որովհետեւ անկախ տարիքից եթե ելքի հատման հետ կապված հարց կա, պիտի ունենա անձնագիր, բայց շատ ճիշտ եք նշում, սա գալիս է մեր նեգատիվ փորձառությունից, որովհետեւ մենք քաղաքացիությունը կապել ենք անձը հաստատող փաստաթղթի հետ, ֆիզիկական կրիչի հետ, այնինչ քաղաքացիությունը շատ ավելի գլոբալ եւ կարեւոր երևույթ է, քան այն փաստաթուղթը, որը որ տալիս ենք անձին, հարցին կրկին անդրադարձ կա քաղաքացիական կոնցեպտի փոփոխության շրջանակներում, ես վստահ եմ, որ կգտնենք այնպիսի լուծումներ, որոնք որ նաև միջոլորտային տարբեր հարցեր շատ ավելի ճիշտ կկարգավորեն մեզ համար։ Շատ լավ, եթե չկան այլ դիտարկումներ, հարցը դրում եք քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 14-ը, անասնաբուծություն